Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում կա երկու պետություն ինքը ֆասադն է ինչ որ կա ընտրություն նորմալ եւ այլն այս մասը ինչ որ կա գողապետություն որը deep state-ն է մեր մոտ գողականության բանի վրա է դա մաֆիան է դա խորքի պետությունն է խորքի պետությունը ինչ է կա հիշում եք Դեմիրճյանի ժամանակ քարտուղարների համար ինչ էին ասում դե ասում են հո այդ քարտուղարները չեն կառավարողը ուրիշ կառավարող կա ցեխավիկ դկինորո ամներ կան իշեք էլի դա ես բան չեմ անում երբ դա ապերոների հասարակություն էր իրական իշխանությունն այնտեղ էր քարտուղարը պաշտոնա նույնը բանը ասենքն պաշտոնապես ձեր հարցը չի լուծում ծանոթ եք գտնում բուհում տեղավորվում եք հիմա իրավագիտության ֆակուլտետում մի հարց կա չէ մենք գիտենք որ Դեմիրճյանի ժամանակ լսել ենք ես չեմ փող աշխատել ասում են իրավագիտության ֆակուլտետ ընդունելու համար այսքան գումար են վերցնում չէ ճիշտ է ասում էին հիմա դուք այդ գումար տված դատախազից այսօրվա եւ դատավորից արդարադատություն եք ուզում եղավ եւ որը շարունակվել է այն չի եղել որ այդ իրավագիտության ֆակուլտետը քաղաքացին հիմա այդ արդարությունը վարչապետից է ուզում պահանջում եւ ուզում այն խորքը կա որտեղ չի լինում որտեղ հարցեր են լուծում փողը տարան Վանոյի ժամանակ էր գիտեք ինչքան հիշում եմ Վանոն էր թե ինչ իրենց վերցնելու իշխանության շոր մարդու փող էին տվել տարել էր բժշկական մարդեր ընդունել շոր լավ չեմ հիշում նման բաներ այսինքն կա պետության իրական մի վիճակ որը deep state-ն է անգլերենով խորքի պետություն այդպես է թարգմանվում որտեղ կա ռեալ իշխանություն հիմա քանի տոկոսն է իրենը դժվարանում եմ ասել բայց հարաբերություններն են խնամիներն են ծանոթներն են աղբերներն են որտեղ գումարը պատտվում է որտեղ եւ ամենյութական բարիք ազդեցություն եւ պաշտոնի նշանակումներ եւ այսպես ես սա կա այդպեսի deep state կա նաեւ ինչ որ չափով Ամերիկայում այդ խորքի հարաբերություններ Թուրքիայում օրինակ ցեղասպանությունը deep state-ն է կազմակերպել այդ խորքի պետությունը իրենք կույս են ոչ մի խնդիր չկա բան չկա իրենք չեն արել եղել է ինչ որ ասում են պաշտոնը հիմա Հայաստանը ամենավատ տարբերակի մեջ է որտեղ իշխանության լութոկրատ տեսակն է առաջացել ես դա շատ ասել եմ ժամանակին ասում էին այդ բանն է գողապետություն երբ որ գողական ապերոն իշխանություն դարավ դուք հիշեք ազգային ժողովը մի քանի կադենցիայից առաջին չէին ասում ՊՊԶ-ների խորհրդարան առաջացավ սերմուշկա ճրտողների մի ժամանակ մամուլում եղավ այն չի որ ուղղի մաստով չի ասված բայց եւ այսպես հիմա Հայաստանում դա շատ է ուրջացել մաֆիա եւ այլն երբ որ Հայաստանը անկախության ռեալ քաղաքականություն չուներ, դա Ռուսաստանի հետ համարժեք էր գնում եւ շատ էլ տարբեր չէ Ռոստովի գողերը թե Հայաստանի գողերը, որտեղ իշքան ես գիտեմ Հայաստանի գողական աշխարհի մայրաքաղաքը Ռոստովում է, մեր լավ գողերը այնտեղ սերժանտների ենթականերն են։ Այսպես իմ իմացածը եմ ասում, որտեղ մասնագետ չեմ, բայց կան աշխատանքներ կարող եմ ասել օգտվել։ Հիմա այդ բանը կա եւ ահա երբ որ մենք ռուսների հետ թվում է հարց չունեինք ամեն ինչ օքեյ էր հիշում եք մի հատ էլ որտեղից Օմսկից էին մի հատ կոլխոզի նախագահ փող մարզպետ ճարել հանրապետականները ստեղ վայ թե Գույբիշևից էր մարզպետ բան հիմա պետությունը Թրամփի հետ է բանանում հարաբերվում Ամերիկա նախագահ Մակրոն եւ սա հաշիվ չի ասում դե չէ որ բայց այդ գողական իրենց սրտով էր հիմա երբ որ Հայաստանը պատերազմում չկատարեց Ղարաբաղի ռուսների կամքը չգնաց ռուսկի միր ստեղծելուն այլ այդ կորուստների եւ այլ շարունակեց կռիվը ըստ էության Ռուսաստանի դեմ չխոսելով Հայաստանի անկախության կուրսը ուժեղացավ անկախություն ազատություն եւ հասա բախման մեջ մտավ այդ Ռուսաստանից հովանավորվող գողապետության հետ իր բոլոր որոնք նաև իշխանության մեջ են, ինչ փոքր բան, ամեն ինչը, բայց մեկ է, սրանք ինչ էլ ուտեն խաշებ բաներից պետք է վզներից պետք է լցվի, որտեղ իրենք այդ ազնվականը չեն, ինչ էլ լինի։ Հիմա ինչ որ է, այստեղ հակասություն առաջացավ եւ հիմա սերվել է վիճակ ինչու։
որովհետև պետությունը հասկացավ, ես շատ եմ ասել, իշքան որ ասում եմ, լսեք, չէ, ես իշխանություն չի անում, ես ասել եմ, իշխանություն ես թույլ է, պետություն այդպիսին է, մեր պետություն, ոչ թե դուք եք ես եմ, հիմա էդ է եղած վիճակ է, բայց հիմա երբ որ անկախության կուրսը, Ամերիկայի հետ մերձեցումը, Թուրքիայի հետ հարաբերությունները կանոնավորում, Ադրբեջանի հետ հարաբերությունների այս հարցերը Հայաստանին բերեց, կանգնեցրեց իր խաչմերուկում, իր խնդիրներով, ահա ներքին հակասությունները դարան ավելի երևացող եղան եւ այստեղից կրակոցներ բան եւ նաեւ իշխանության որոշակի քայլերը այս մաֆիային զսպելը իշքան որ անում են, չեմ նաև ես մենք ասենք մեզ համար շատ բավարար չի որ այդ գույք են վերադարձնում, բայց նաև վարչապետը բազմաթիվ անգամ միլիարդավոր դրամների անուն է տալիս, որ այսքան գույք է վերադարձել, այսինքն սրանց գուլակաթափ անել, բարձ է որ այն բոնզերը, մաֆիայի պարագլուխներ սարսափի մեջ են, ինչի, դե վերջին աշովին չեղավ, Ծառուկյան Գագիկի բարակավին չեղավ, հələ որ պատկերացնում եք, այդ վերցնում են հայտարարել են, սա մի բան։ Նկատի ունեք իշխանության գործողություններն են, ստանում իրենց ներքին այդ հարաբերությունները կարգավորելու։ Իշխանությունը ճարճունի չանելու դա։ Նույնիսկ եթե չի ուզում, պետք է անի, որպեսզի պետությունը կայունանա։ Փաշինյան, իշխանությունն է դրդում դրան, որ իրանք իրար մեջ են իրանց հարցերը լուծում։ Իրենք հակադրվում են։ Դուք պատկերացնում եք Ծառուկյան Գագիկը, որ գետնին դրած ունի բոլորին, մենք հիշում ենք, ինչ էին անում ինքը։ Իր մարդիկ, հիմա իրեն վերցնում են գետնին են դնում։ Ասում են դա էլ հանրայնացրեցին, միտումնավոր հենց վարչապետի։ Վերջը ուզում եմ, հիմա երևույթն է, չեմ ասում ինչ արձագանք կտավ։ Այս պայմաններում ահա հակասությունները սրվում են, ես ասել եմ, հիմա կկրկնեմ, որ այդ գողապետությունը գրոհի պիտի անցնի, ինքը գրոհում է պետության դեմ, նաև պետության վախվորած, ոչ այլպես համակարգված գործողությունների հետևանքով։ Դրա համար իշխանությունից պիտի պահանջել հետևյալը՝ իրավական պետության մեխանիզմների ավելի հստակ գործադրում, որտեղ դա է փրկության ճանապարհը։ Այ հիշեք իմ խոսքը, վստահ գիշեք, որ ես ասում եմ Հայաստանը տարապում է ազատության ավելցուկից, իրավական պետության պակասից։ Ժողովրդավարությունը, որ կարող է ամբողջավարության վերածվել, շատ է առաջանցել։ Մինչդեռ քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքը մնացել է, բայց բացահայտվում է որպես ընդհատակյա այդպիսի հարաբերություններ։ Սրանք էլ ծնում են կրակոցներ, անհամաձայնություններ եւ այլն, եւ նաեւ այս լրատվամիջոցների աշխատանքը մի մասը խրախուսում է, մի մասը չի խրախուսում։ Օրինակ այն 100 հոգին իբր մտավորական, շշտելու բան է։ Ինչ են, բարերարին չի կարելի, դե բարերարին բաներ, ինչ ասեմ, չի կարելի, ձեր երեխեքին չի կարելի, որտեղ դուք լավ քծնում եք, սրան նրան կերել եք, բան էլի, հիմա դուք ով եք, այսինքն ինչ է ստացվում, ուրեմն բանակ պիտի գնա խեղճ ու կրակը, պետք է պատժվի խեղճ ու կրակը, հա, նրան կողոպտում են, էլի պետք է նա պատժվի, որտեղ այդ Հայաստանում բոլորը բարերար են, չէ, եւ այլն։ Հիմա պատկեր են առաջացել։ Միշտեր մեր պահանջը ցես այդ միասին կարող է մեկը լինել ինչպես արդարադատություն պետք է, արդարադատություն։ Արդարադատություն։ Եվ դա կփրկի ճանապարհը, բայց ես մի բան էլ զգուշացնեմ, եթե սա ընդհանրապես եմ ասում, երկրորդ ենթադրությունն ունեմ, եւ ես շատ հնարավոր է Մոսկվայի կողմից այս իշխանության փոխանցման շրջան է, չէ՞ հիմա։ Փոխանցում է լինելու իշխանության նոր կառավարություն, նոր ազգային ժողով, ինչ որ է Պուտինի խումբը ուղիղ ազգային ժողովում առաջ չկար, Կրեմլը ուղիղ մտավ ազգային ժողով, այս է մեր հաղթանակը, մեր չէ, որ ասում են հաղթել ենք, հաղթել ենք։ Ուրեմն այս պարագաներում շատ հնարավոր է դա տաքացվում է, գողապետություն դրսից տաքացվում է, նպատակը ընդհարումներն են եւ այլն, Աստված չանի այդպեսի բան լինի, հուսանք որ մեր արդարության համակարգը եւ անվտանգության մարմինները դրանք կկանխեն, բայց դա պիտի բան լինի, դրա համար ինչ, ես դժվարանում եմ ասել, մենք ունենք արտակարգ իրավիճակների մասին օրենսդրություն, թե չէ, չգիտեմ ուղղակի, դա ես սխալ ընդունեմ թերություն, եթե ունենք իշխանություն պատրաստ պետք է լինեն նաեւ արտակարգ
իրավիճակների վերաբերյալ ուրեմն բան անի, այդ օրենսդրությունը գործադրի, առանց որ դեմոկրատիա է բան եւ այլն, դեմոկրատիան է որ ժողովրդի շահերը պաշտպանում ես, ժողովրդի անվտանգությունը, դեմոկրատիան այն չի որ գիտես ինչ կա, մեկը կպնում է մի հազարատել բայրակ թարբերում աչքերը դեմ մտցնում, հարցազրույց բան ես գոմեն